Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շարունակում ենք մեր միամսյակը, որը նվիրված է բանահավաքչությանը, կերակրատեսակների հավաքչությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ձեզ ենք նաև դիմել այս հարցով եւ արձագանքներ արդեն կան։ Այստեղից մենք հիմա պիտի ներկայացնենք մի նոր մոռացված կերակրատեսակ, բայց չենք մոռանալու, որ այստեղից ձեզ ուղարկենք մեր ջերմ ցանկությունները, լավ տրամադրությունները եւ ինչու՞ չէ նաեւ լավ մաղթանքները։ Այսօր ինձ օգնելու է այդ ամենին մեր հեռուստադիտող Դավիթ Խոսրովյանը, ով լսելով մեր այդ միամսյակի մասին մեծ ուրախությամբ ներկայացավ եւ ուզում է հիմա ներկայացնել այն կերակուրը, որ իրենց տանը պատրաստել են եւ գալիս է տատիկներից։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է հյուրընկալվել ձեզ եւ ունենալ վատ տրամադրություն։ Շատ բարձրատրամադրություն է, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ եւ մանավանդ ուրախ եմ, որ հինավանդական կերակուրը կարեւորում ես դու եւ տեսնում ես, որ այս կոնկրետ այս կերակուրը պիտի պատրաստենք, շատ չի շրջանառվե եւ ցանկացել ես, որ նորից լուսաբանենք։ Ապրես դու Կերակրատեսակի մասին ինչ կասես։ Կերակրատեսակի մասին կասեմ հետեւյալը, ուրեմն կերակրատեսակը շատ հին պատմություն ունի, օգտագործվել է Սասունի Մոտկան գավառում։ Մենք այսօր ունենք լոբի, բայց լոբու փոխարեն օգտագործվել է գլգիլ։ Գլգիլ, այո, ոլորի տեսակ է։ Ոլորի տեսակը լայն տարածում չունի Արևելյան Հայաստանում, բայց փոխարենը դա լայն տարածում է ունեցել արևմտյան հատվածում, մասնավորապես Սասունի լեռնաշխարհում։ Շատ ապրես դու։ Եվ օգտագործելու ենք տհալ։ Այո։ Տհալ ենք օգտագործելու։ Այստեղ մի փոքր նորամուծություն ենք մտցնելու։ Բոլորին ծանոթ աշտարակ սոուսն ենք օգտագործելու։ Այո։ Նախկինում փոխարենը օգտագործվել է պոպոկ։ Ընկույզ ուղղակի, այո։ Ընկույզ եւ սխտոր, բայց քանի որ մենք արդեն ունենք ընկույզի եւ սխտորի մի հիանալի համադրություն, օգտագործել ենք աշտարակ սոուս։ Շատ լավ, շատ լավ։ Եվ նախնական զրույցում ասեցիր, որ սոխ պիտի օգտագործենք։ Սոխ պիտի օգտագործենք, այո։ Դե գնացինք։ Սոխը ինչպես պիտի կտրենք։ Սոխը կտրենք կիսալուսնաձև, սոխից սոխարած ենք պատրաստելու։ Խնդրում եմ տապակը։ Փոխանցեք ինձ այո։ տապակը։ Շատ լավ, ճանաչելով քեզ գիտեմ, որ նախածախնդիր ես մեր ավանդույթների նկատմամբ, բայց առաջի անգամ եմ տեսնում, որ այդ նույն տրամադրությունը, այդ նույն վերաբերմունքը նաև կերակրատեսակի նկատմամբ է ցուցաբերում։ Եվ շատ գովելի է, ապրես դու։ Դե կերակրատեսակը մեր կենցաղի, մեր առօրյայի անբաժանելի մասն է։ Այո։ Հետևաբար այլ վերաբերմունք ունենալ կերակրատեսակի հանդեպ պարզապես հնարավոր չէ։ Գլգիլ որտեղից ճարենք, Դավիթ ջան։ Գիտեք, դա շատ լուրջ խնդիր է։ Ճիշտն ասած, հաղորդման գալուց առաջ ես ինքս փորձեցի այդ հարցի պատասխանը ստանալ, բայց ոչ մի ձև չստացվեց, չհաջողվեց ճարել գլգիլ։ Ես ակամայից հիշեցի մեր մեծանուն դերասանին լուսահոգի Անդրանիկ Հարությունյանին, ով նույնպես հյուրընկալվել է այստեղ եւ նորից պատրաստելու էինք Սասնո կերակրատեսակ շահգամով եւ երբ որ ինքը մի քանի անգամ շատ բծախնդիր մարդ էր եւ կենցաղում եւ ընդհանրապես երբ որ ցանկացավ որ պատրաստի այդ կերակուրը, ասեց եթե դու չճարես անպայման կգտնեմ, ես կգտնեմ, կփնտրեմ, բայց այնուամենայնիվ շահգամ նույնպես չճարվեց, նույնպես չգտնվեց եւ մենք ստիպված այն սպիտակաբողկով պատրաստեցինք։ Գիտեք, մի պատմություն պատմեմ, գաղթի տարիներին դե երևի թե հանրությանը հայտնի է, որ սասունցիները ամենաուշը թողեցին սեփական օջախները, սեփական հայրենիքը կռվով ետ նահանջեցին, երբ որ նրանք եկել են, մեր նախնիկ եկել են Արևելյան Հայաստան, շատերը սկսեցին ապրել այն գյուղերում, որոնք այն ժամանակ
թուրքական էին, ադրբեջանական, կալպակական։ Ուրեմն այդ մարդիկ նույնիսկ արմատախիլ արեցին թուրքի տնկած ծառը եւ սեփական ձեռքով տնկեցին սեփական իրենց ծառերը։ իրենց ծառերը, այո։ Ու այդ ժամանակ այդ սկզբնական հատվածում թե գլգիլը, թե շահգամը շատ լայն տարածում ուներ, բայց ցավոք ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը մի փոքր մոռացվեց։ Ինչպես որ շատ ու շատ նմանատիպ երևույթներ ավանդական, այդպես, այո։ Երկիրը կառուցված էր բանվորի կարիքները բավարարելու համար, իսկ բանվորը կարտոֆիլով բավարարվում էր։ Այո։ Տհալ պատրաստել է եւս մեր սասունցիների շրջանում շատ հին ավանդույթ է։ Այո։ Անձամբ իմ ընտանիքում սա կարծես սովորութային նույնիսկ իրավունքն ունի։ Սերնդեսերուն փոխացվում։ Ես նույնիսկ հիշում եմ, երբ որ տարիքով շատ փոքր էի, տանը վատ տարիներին, պարսկական նավթով օգտագործող ֆուջիկա էին ասում, հա, եթե չեմ։ Այդ ֆուջիկա նույնիսկ մենք միշտ պատրաստում ենք։ Այո։ Ավելացնենք տահալը։ Այո, տահալ ավելացնենք։ Դու նախնական զրույցում նշեցիր, որ պիտի այդպես շատ ավելի մանրացնեինք, բայց կարծում եմ այս չափը շատ նորմալ է, չէ՞։ Այո, լավ է։ Էլի նորմալ է։ Ես ուրախ եմ, որ պատմությունները, որ ժառանգվել է մեծերից, հիշվում է, եւ ուրախ եմ մանավանդ, որ հիշվում է նաեւ կերակրատեսակին շփվելիս, որովհետեւ շատ դեպքերում սփյուռքի գաղթօջախներ կան, որտեղ որ լեզուն նույնիսկ պահպանված չէ, նույնիսկ հավատքը պահպանված չէ, բայց ազգային կերակուրը պահպանված է եւ մեր հայրենակիցները հենց ազգային կերակրատեսակով է նաեւ որ ընկալում են, գիտակցում են, որ իրենք հայ են ազգություն։ Ապրես դու։ Խնդրում եմ փոխանցել գտանը աշտարակ սոուս ավելացնելու ժամանակն է։ Իրականում մենք պիտի ավելացնեինք ընկույզ եւ սխտոր, բայց քանի որ արդեն ունենք այդպիսի համադրություն սոուս գեղեցիկ, ավելացնենք աշտարակ սոուսը։ Ընտրեմ, այսքան ինձ թվում է բավական է։ Իսկ ինքդ հաճախ ես պատրաստում տանը։ Ես հիշում եմ, երբ Ժպիտդ արդեն ամեն ինչ մատնեց։ Ես հիշում եմ, երբ ձեզ այդ հարցը տվեցին, դուք պատասխանեցիք, հենց որ պրծնում եմ լվացքը, ասում եմ խոհանոց լրիվ նույն վիճակն է։ Շատ լավ։ Արդեն կարելի ավելացնել նաև, պետք է մանրացնել սամիթը։ Սամիթը մանրացնենք։ Խնդրեմ սամիթը։ Ավելացնենք նաև կարմիր քաղցր բիբար։ Այո։ Քանի որ մսամթերքը այնտեղ արդեն իսկ պատրաստված է, երկու ջերմային մշակման եղանակ է անցել, եւ լոբին եւս խաշված է, շատ կարճ ժամանակ պետք է պահպանել սա փակ վիճակում։ Բայց ջուր չլցնենք մի քիչ։ Ջուր լցել երևի թե, այո, մի փոքր անհրաժեշտ է։ Եվ ծածկենք, որ արդեն ջերմային մշակման մի հավելյալ եղանակ կա, կոչվում է դամմել։ Դամել։ Այսինքն դամել, այո, թույլ կրակի տակ մի քիչ պահել։ Մեզ կպահանջվի մոտորապես 2-3 րոպե։ Այո, շատ քիչ ժամանակ է պետք։
Կհանդիպենք 1-2 րոպեից։ Դավիթ ջան, կարծես թե արդեն պատրաստ է, հա։ Այո, այո, պատրաստ է արդեն։ Կավե քերեղան, Այստեղ, զոջը խանջապենք։ Այս գործը ես թերևս ձեզ վստահ եմ։ ես մեծ ուրախությամբ ինձ հետաքրքիր է ուղղակի, շատ լավ, շատ լավ։ Ես ուզում եմ մատուցման ձևը մի քիչ միսը կենտրոնում դնենք, թե հնարավորություն ունենանք։ Բույրը հիանալի է։ Բույրը հիանալի է, համը կտեսնենք, կշոշափենք, կհամտեսենք։ Եվ վրայից այս մսերը ավելի շատ տնենք այսպես, որ երևա։ Այսպես, մեր հանրահռչակ գլգիլով ճաշը, գլգիլը փոխարինված լոբով։ Խնդրեմ, եթե դու ունես մեր հեռուստադիտողներին ցանկություն, այս առիթը կարող ես օգտագործել։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր կանանց, մորս, կնոջս, քրոջս Մանեի միամսյակը եւ իհարկե ողջ հայ կանանց միամսյակը ի սրտե շնորհավորել, ցանկանալ մեծ սեր, առողջություն եւ անպայման ընտանեկան մեծ երջանկություն։ Ապրես դու ես միանում եմ այս մաղթանքներին մեծ ուրախությամբ եւ հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթին, որ չզլացավ եւ այս մոռացության մատնված կերակուրը ներկայացրեց։ Նորից հիշեցնեմ, որ կերակուրը պատրաստվում էր գլգիլով, ցավոք սրտի մենք մոռացանք այդ հիանալի մթերքի մասին, բայց փոխարինեցինք լոբով։ Շնորհակալություն Դավիթ, ապրես դու։ Նույնպես շնորհակալություն։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աշճան ջերմությամբ, լայն ժպիտով եւ անպայման հետ է մատուցել կարմիր անապակ հայկական գինի։ Հրաժեշտից առաջ, ինչպես միշտ, կցանկանամ, որ մենք լինենք միշտ միասին, կցանկանամ, որ լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տհալով կերակրատեսակ, տհալ 500 գրամ, կարմիր լոբի 300 գրամ, աշտարակ սոուս 1 ճաշի գդալ, սող 80 գրամ, կարագ 100 գրամ, համեմ, աղ, պղպեղ, բարեախորշակ։